Ապրիլի 15-ին հորոսկոպն այսպիսին է. Խոյեր, այսօր քեզ պետք է լսեն, քո խիզախ խոսքն ու վստահ կեցվածքը կարող են մեծ ազդեցություն ունենալ մարդկանց վրա։ Մի վախեցիր արտահայտել կարծիքդ, բայց նաև լսիր ուրիշներին։ Ցուլեր, դու արժանի ես հանգստի, եթե կյանքը այսօր քեզ դանդաղեցնում է, թող որ դանդաղ լինի։ Մի մոռացիր մի փոքր հաճույք ստանալ հենց հիմա, մի բաժակ սուրճ կամ լավ երաժշտություն։ Երկվորյակներ, քո ուղեղը այսօր կարող է շարժվել լույսի արագությամբ, օգտագործիր օրը նոր գաղափարներ գծելու կամ անկեղծ զրույցների համար։ Մի վախեցիր փոխել պլաններդ ավելի լավ տարբերակի համար։ Խեցգետիններ, օրը հուշում է տան ու հուզական կապերի մասին, կարող է քեզ ձգել հին հիշողությունների կողմը, կարող ես նորովի հասկանալ, թե ում ես իսկապես կարոտում։ Առյուծներ, քեզ ուշադրություն է պետք եւ դա նորմալ է, բայց մի մոռացիր իսկական լույսը քո ներսից է գալիս։ Օրը կարող է քեզ բերել հնարավորություններ ցուցադրելու տաղանդդ առանց գոռգոռալու։ Կույսեր, դու սիրում ես կարգ ու կանոն, բայց այսօր թույլ տուր, որ մի փոքր կանխատեսելիությունը ներխուժի քո կյանք։ Այն կարող է քեզ ուրախ անակնկալներ բերել, նույնիսկ եթե առաջին հայացքից վախենալու կթվա։ Կշեռքներ, դու այսօր կարող ես լինել կամուրջ մարդկանց ու գաղափարների միջև, օրը հարմար է քննարկումների, թիմային աշխատանքների կամ հաշտեցումների համար, մի վախեցիր լինել դիվանագետ։ Կարիճներ, քո ինտուիցիան այսօր վառ է, եթե ինչ-որ բանի մասին զգացողություն ունես, վստահիր դրան, խորը հույզերը կարող են դուրս գալ մակերես, գտիր եղանակ ասատելու ներսիդ լարվածությունը արվեստով, երաժշտությամբ կամ ինչ-որ բան գրելով։ Աղեղնավորներ, օրը քեզ մարտահրավեր կձգի սովորել նոր բան, գուցե դա լինի նոր տերմին, նոր երկիր կամ պարզապես նոր մարդ։ Այդ եղջյուրներ, քեզ անհրաժեշտ է մի պահ կանգ առնելու հարց տալ, իսկ ես ճիշտ ուղով եմ գնում։ Այսօր կարելի է վերագնահատել առաջնահերթությունները եւ թարմացնել նպատակներդ, գործի գնա նոր ոգևորությամբ։ Ջրհոսներ, քո միտքը խաղում է ապագայիդ հետ, գուցե այսօր ինչ-որ միտք հանկարծ նոր ձև ստանա, քեզ պետք է մի բան, որը կոգեշնչի, եթե չգա ինքնաբերաբար, որոնիր այն գրքերում, ֆիլմերում կամ ընկերոջդ հետ զրույցում։ Ձկներ, օրը զգայուն է, կարող ես լինել ավելի զգացմունքային, քան սովորաբար լինում ես, լսիր սրտիդ, բայց մի մոռացիր նաև պաշտպանել քո ներքին տարածքը, այսօր կարելի է զգալ, սիրել եւ երազել։ Դե ինչ սիրելի հետևորդներ, մնացեք Օրագիր Նյուզի հետ, հաճելի օր ենք մաղթում։